Հրդեհների ճիրաններում հայտնված քաղաքներ, հրթիռային հարվածներ ու ավերածություններ։ Ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերը հրթիռային հարվածներ հասցրեցին Թեհրանի և Ալբորզի նավթամբարներին։ Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է Իրանի հարավում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածի դրվագները։ CNN հեռուստաալիքը հնարավոր համարեց, որ ԱՄՆ զինված ուժերը դպրոցին կարող էին հարվածած լինել Թոմահաք թևավոր հրթիռով։ Թեհրանն իր կողմից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածներին։ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորեց իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնել։ Համացանցում տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են Իսրայելի կենտրոնական փողոցներից ապամոնտաժում տեսախցիկները իրանական կողմից ավիահարվածների տեսանյութերը չեզոքացնելու համար։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարություն տարածեց Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը պետք է այդ երկրից դուրս բերի սիոնիստներին, վտանգի տակ չդնի սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։ Իրանը իրական ինքը բացահայտում չի արել, նշելով, որ իսրայելական որոշակի ներկայություն կա Ադրբեջանում, միևնույն ժամանակ Իսրայելում էլ չեն թաքցնում, որ Իրանում հաջողության հասնելուց հետո իրենց թիրախը լինելու է Թուրքիան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էր այցելել Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսին հերթ չտալով գրում էին, թե Ադրբեջանը Շուշիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թուրքիայից աջակցություն է ակնկալում իրանական անօդաչուների դեմ պայքարի համար։ Իսրայելի հաշվարկը չափազանց պրագմատիկ եւ ճիշտ էր իրականում։ Իրենք փորձում են իրենց երկու թշնամիներին, Իրանին եւ Թուրքիային, պատերազմական գործողությունների մեջ ներքաշել, երկուսին էլ թուլացնել եւ որպես գործիք հիմա իրենք որոշել են օգտագործել Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, Իրանում իշխանական համակարգի փլուզումից հետո միայն Ադրբեջանը խիզախություն կունենա ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, իսկ Իրանի դեմ պատերազմական գործողությունները կարող են հաջողության հասնել, եթե կոալիցիոն ամերիկա-իսրայելական ուժերը ցամաքային հարձակում կատարեն։ Այս պահին, սակայն, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն ցամաքային ներխուժման չի գնա։ Միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ ամերիկա-իսրայելական տանդեմը այդ քայլին ցանկանում էր գնալ օգտագործելով քրդական գործոնը։ Քրդերը, սակայն, հրաժարվեցին։ Բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ Թուրքիայի եւ Իրանի շահերը տակտիկական առումով համընկնում են, որ քրդերը չներգրավեն պատերազմում, որ Ադրբեջանը չներգրավի պատերազմում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Կիրակի զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնելով, թե Թեհրանը կապ չունի Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր հերթին հայտարարեց, թե իր երկրի զինված ուժերը չեն արձակվել Ադրբեջանի, Թուրքիայի և Կիպրոսի վրա։ Նման արկեր չեն արձակվել Իրանի ներսից կամ մեր զինված ուժերի կողմից։ Եվ օրվա ընթացքում թուրքական մամուլը տեղեկություն տարածեց պաշտոնական, թե Թուրքիայի երկնքում ՀՕՊ-ը բալիստիկ հրթիռ է խոցել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից։ Իբրև թե խոցված հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի շրջանի Ամայի տարածքում։ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացրին, որ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայի Ադանա քաղաքում իր հյուպատոսության աշխատակիցների մասնակի տարհանումը։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պատճառով առաջացած անվտանգության սպառնալիքների ֆոնին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։